Եթերում հեռանկարն է։ Վերջին տարիներին հատկապես Հայաստանը մուտք է գործում տեխնոլոգիական արագ փոփոխությունների փուլ։ Իսկ այդ փոփոխությունները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտերին՝ կրթությունից մինչև պետական կառավարում, ենթակառուցվածքներից մինչև միջազգային ռազմավարական գործընկերություններ։ Ինչպիսին են հայեցակարգային մոտեցումները եւ յուրահատկությունները, ինչպես է Հայաստանը տեսնում իր տեխնոլոգիական ապագան։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մղթար Հայրապետյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք նրանից, թե նախորդ տարի ինչով աչքի ընկավ ձեր ոլորտում։ Շնորհակալություն, խոշորագույն ձեռքբերում կարող եմ համարել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված երկկողմ համաձայնագիրը, փոխ ըմբռնման վերաբերյալ հուշագիրը տեխնոլոգիական ոլորտում, որը երկու հիմնական ուղղություններ թիրախավորել՝ հարստական բանականություն եւ կիսահաղորդչային ինդուստրիան։ Մեր պատկերացմամբ սա շրջադարձային իրադարձություն է եւ ինքնին իր բովանդակությամբ փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս բոլորովին նոր մակարդակի վրա բարձրացնելու Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները հենց տեխնոլոգիաների, գիտության, նորարարության ոլորտում, որովհետև սա գալիս է ապահովելու Հայաստանի համար հասանելիություն աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին, այսինքն այս համագործակցության շրջանակում նախատեսում են տարատեսակ տեխնոլոգիաների մուտքը Հայաստան, որը բացառապես հնարավոր կլիներ այս օրինակ ռազմավարական համագործակցության շնորհիվ։ Խոսքը ընդ որում վերաբերում է թե ֆիզիկական ենթակառուցվածքներին եւ թե տարատեսակ տեխնոլոգիաների հասանելիությամբ, թե տարատեսակ ամերիկյան վերազգային ընկերությունների հնարավոր մուտքով առաջիկա տարիների ընթացքում Հայաստան, այսինքն այս իմաստով կարևորագույն ձեռքբերում ես կարող եմ համարել հենց օգոստոսի 8-ին կնքված այս փաստաթուղթը, ընդ որում մեզ համար, մեր երկու երկրների համար առաջնահերթ ռազմավարական առաջնահերթություն համարվող հենց երկու ուղղություններով արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտի մասով։ Բացի այդ, կարծում եմ, որ մեկ այլ կարևորագույն ձեռքբերում մեր կառավարության եւ նամանավանդ մեր գերատեսչության համար կարելի է համարել կիբերանվտանգության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությունը եւ հանրային տեղեկությունների մասին օրենքի ընդունումը, այս երկու օրենքները նաեւ մեկ այլ օրենք ընդունվեց նոր մարմնի տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով ստեղծելու մասին, որը ըստ էության պետք է ապահովի, գալիս է ապահովելու ամբողջ պետական համակարգի կիբերանվտանգությունը, ըստ էության կատարելով պետական համակարգի համար կիբերպաշտպանական գործառնություններ, ինչպես նաև դրա խնդիրը եւ առաքելությունը լինելու է նաև մասնավոր հատվածին օժանդակությունը այն տնտեսվարողների պարագայում, որոնք որ շահագործում են մեր երկրի համար կրիտիկական ենթակառուցվածք կամ կենսական ծառայություններ են մատուցում, այսինքն այս իմաստով այս օրենքների ընդունումը եւս կարելի է համարել խոշոր ձեռքբերում, որովհետեւ սրանք տարիների աշխատանքի արդյունք են եղել, ըստ էության կարող եմ նույնիսկ ասել, որ սպասված փաստաթղթեր են, հիմնարար փաստաթղթեր են, մենք ունենք ըստ էության 18-ամսյա ժամկետ ամբողջությամբ օրենքը իմպլեմենտացնելու համար եւ հույս ունենք, որ միայն օրենքի ընդունումը եւ դրա իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի կիբերպաշտպանությունը, ընդհանրապես մեր երկրում կիբերհիգիենայի մակարդակը կբարձրացնի։ Տեխնոլոգիական ընկերությունների մասին խոսեցիք եւ մի քանի օր առաջ վարչապետի մոտ հանդիպում էր։ Պետությունը ինչ խնդիրներ է ձևակերպում տեխնոլոգիական ընկերությունների առջև եւ տեխնոլոգիական ընկերություններն իրենք ինչ պահանջ են դնում։ Բնականաբար մեր խնդիրն է նախ նշեմ, որ մենք առաջիկա ամիսներին կունենանք առաջին անգամ ոլորտի ռազմավարական ծրագիր,
որտեղ 3-ից 5 ռազմավարական այն ուղղություններն են նախանշվելու, որտեղ պետությունը պիտի նաև թիրախային ֆինանսավորում իրականացնի ներդրումների տեսքով, այսինքն ըստ էության սրանք այն հիմնասյուներն են լինելու, որի վրա պիտի կառուցված լինի ամբողջ տեխնոլոգիական իրականությունը մեր երկրի։ Սրանք ըստ էության այն ուղղություններն են, որտեղ մենք արդեն իսկ ունենք ներուժ եւ զարգացման մեծ պոտենցիալ, սկսած մարդկային տաղանդից մինչեւ ֆիզիկական ենթակառուցվածքների արկայություն, առաջիկայում մենք արդեն իսկ ունենք նախնական տարբերակ, առաջիկայում մենք առաջիկա 5 ամիսների ընթացքում մենք ըստ էության ակնկալում ենք, որ կընդունվի այս փաստաթուղթը, եւ այս փաստաթուղթը ոչ միայն ուղերձ է ինքներս մեզ, այսինքն ոչ միայն ինքներս մեզ համար արձանագրում ենք, թե որոնք են այն ուղղությունները, որտեղ որ պիտի կենտրոնացնենք մեր ռեսուրսները եւ մեր ջանքերը, այլ նաեւ հստակ ուղերձ է տեխնոլոգիական ինդուստրիային եւ համայնքին, որը գալիս է ասելու, թե ինչն է կարևոր լինելու մեր երկրի համար եւ որտեղ է Հայաստանը ձգտելու չեմպիոնության։ Ինչու է սա մեզ համար կարևոր, որովհետեւ ակնբախ է, որ չենք կարող բոլոր ուղղություններով մենք ձգտենք գերազանցության, ուստի եւ մենք մեզ համար որպես թիրախ վերցնում ենք մի քանի հաշված ուղղություններ եւ տեխնոլոգիական համայնքի հետ համատեղ մեր ուժերը կենտրոնացնում ենք այդ ուղղություններով, իբրև օրինակ ասեմ, մենք տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական ոլորտին մեր աջակցությունը տվել ենք ըստ էության ընդհանրական գործիքակազմերով, այսինքն ասել ենք, եթե դուք տեխնոլոգիական ընկերություն եք, ձեզ համար եկամտահարկը կլինի մինչև 30 հոգանոց, ընկերությունների համար, ստարտափների համար կլինի 10%։ Էական չի, թե կոնկրետ տվյալ ընկերությունները ինչ տեխնոլոգիաներ են մշակել, որ ոլորտների վրա են կենտրոնացած եղել, ինչ թվային լուծումներ են ըստ էության առաջարկել, մենք ընդհանրական լուծումներ ենք առաջարկել, առաջին անգամ սա լինելու է ռազմավարական առաջնահերթությունների վրա հիմնված եւ շատ կոնկրետ ուղղություններով եւ մեր ամբողջ քաղաքականությունները հետագայում արդեն պիտի հիմնված լինեն այս ուղղությունների վրա։ Սա ուղերձ է օրինակ տեխնոլոգիական համայնքին տեսնելու, որ օրինակ ապագայում մենք ստեղծում ենք մի նոր շուկա, ինդուստրիա կիբերանվտանգության ոլորտի համար։ Սա ես պատահական չէ, որ նշեցի, որ 1.5 տարի ժամանակ ենք ինքներս մեզ եւ ոլորտին տվել, որովհետեւ իմպերատիվ կերպով օրենքը պարտադրելու է կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող ընկերություններին լրջագույն եւ մեծ ներդրումներ կատարել կիբերանվտանգության ոլորտում, իսկ դա նշանակում է, որ նոր ընկերություններ պիտի ձևավորվեն, նոր մասնագետներ պիտի, այսպես ասած, արտադրվեն, որոնք որ պիտի գան եւ այդ գործառույթները կատարեն։ Սա նշանակում է, որ օրինակ պարզ կոդ գրող ՏՏ մասնագետից մենք արդեն մեկ կամ մի քանի մակարդակ անցում ենք կատարում, որովհետև գիտեք, որ հատկապես արհեստական բանականության այս դարաշրջանում մի շարք չանվանենք դա պարզունակ չնսեմացնելով նաև այդ մասնագիտությունը, բայց համեմատաբար ավելի պարզ գործառույթներ, որը այսօր կամ 3 մարդ կատարում էր, արդեն այսօր դրանք դառնում են ոչ ակտուալ եւ պետության համար կարծում եմ, որ պետության պարտականությունն է շատ արագ արձագանքելու այդ փոփոխություններին, որոնք տեխնոլոգիական աշխարհում տեղի են ունենում եւ շատ կոնկրետ քաղաքականություններով խրախուսել նաև այդ տրանսֆորմացիան դեպի ավելի բարդ կոմպլեքս խնդիրներ լուծող մասնագետների պատրաստում եւ կարծում եմ, որ սա հստակ նախանշված ուղղություն է մեզ համար։ Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է իհարկե թվային վերափոխումը մեր երկրի համար, ընդ որում թվային վերափոխում, որտեղ ավտոմատացված լուծումները առանձնահատուկ կարևորություն են ունենալու, հանրային տարատեսակ հարյուրավոր ծառայությունների թվայնացում, ինչպես նաև հատկապես արհեստական բանականության գործիքների եւ տեխնոլոգիաների ուրեմն կիրարկում հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում, սրանք մեր հիմնական թիրախներն են լինելու 2026 թվականին, այսինքն լրջագույն ռեսուրսներ են կենտրոնացնելու հենց արհեստական բանականության ոլորտում, բայց պարտադիր այն ակնկալիքով, որ այդ լուծումները տեղային
հայրենական պրոդուկտները մեր հայաստանյան ընկերությունների կողմից արտադրանքը պիտի նաև կիրառության մեջ դրվեն, որովհետև մեր նպատակը միայն տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը եւ առավել եւս աշխարհին մատուցվող ծառայությունները չեն։ Նախ եւ առաջ մեզ համար շատ կարեւոր է, որ այնինչ արտադրվում է Հայաստանում, գա փոխելու մեր քաղաքացիների կյանքը, դրանք պիտի լինեն տեսանելի, շոշափելի, այսինքն հանրային ծառայությունների ոլորտում լրջագույն տեղային լուծումների ինտեգրում եւ ավտոմատացում տարատեսակ համակարգերի, սկսած մեր աշխատանքի կառավարման, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուց մինչեւ ամբողջ պետական համակարգի մասնավոր ոլորտում արհեստական բանականության գործիքների ներմուծում, ներդրում։ Մի բան է հայեցակարգը եւ այդ ուղղությամբ մտածելը, մի բան է դրա իրականացումը, որի մասին խոսեցիք, եւ իրականացումը կապված է եւ կադրերի, ինչպես դուք էլ նշեցիք, եւ ենթակառուցվածքների ստեղծման։ Այս առումով առաջիկա անելիքներն ինչպիսին են լինելու եւ ինչ բարդության են։ Բնականաբար ինչպես մենք արդեն վերջին տարիներին ի ուրախություն մեզ եւ մեր հանրության լրջագույն ուրեմն ռեսուրսներ կենտրոնացրել ենք կրթության վրա, սա պիտի հարատև լինի իմ խորին համոզմամբ։ Սա կարծում եմ, որ մեր կարևորագույն հանձնարարություններից մեկն է, որովհետև տաղանդների մեջ ներդրումը, դա ներդրում է ապագայի մեջ եւ այս իմաստով եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր մանդատի շրջանակում օրինակ մասսայական կրթության տարատեսակ ծրագրեր հենց տեխնոլոգիաների ոլորտում եւ ԿԳՄՍ նախարարությունը բնականաբար համընդհանուր իր քաղաքականությունների համատեքստում հատկապես օրինակ հանրակրթական հատվածում STEM ուղղություններով տարատեսակ կրթական ծրագրերը պետք է շարունակական լինեն եւ ներդրումները պիտի մեծացնենք, որովհետեւ մեր ակնկալիքն է տեխնոլոգիական ոլորտում զբաղված եւ դրանցում ներգրավված ծրագրավորողների, ինժեներների ուրեմն թվականակը մեծացնել, որովհետեւ մենք ակնկալում ենք, որ նաեւ սրա միջոցով կկարողանանք ավելի այսպես օպորտունիստիկ կամ ցածր արտադրողականություն գեներացնող ուղղություններից մեր հանրությանը, մեր քաղաքացիներին ուղղել դեպի բարձրարժեք արտադրողականության աճ ապահովող տնտեսության ճյուղեր եւ բնականաբար տեխնոլոգիական ուղղությունը լավագույնս գալիս է նաեւ մեծ մենյու է ճաշեր ցանկ է առաջարկելու այս իմաստով սա նշանակում է որ մենք մեր կառավարության ներսում լրջագույն անելիքներ ունենք հենց մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումների տեսանկյունից հաջորդ ուղղությունը որ մեզ համար ոչ պակաս կարեւոր է բնականաբար դա դրանք ենթակառուցվածքներն են գաղտնիք չէ որ 2025 թվականին ՀՀ կառավարությունը եւ մասնավոր հատված համագործակցության փայլուն կարծում եմ օրինակներից մեկն էր Firebird ընկերության եւ Nvidia-ի համագործակցության արդյունքում Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցումը, որը այսօր արդեն կառուցվում է եւ հույս ունեմ, որ արդեն մոտ ապագայում ընկերությունը կսկսի իր բուն գործունեությունը եւ կսկսի հասանելի դարձնել այդ ամպային ծառայությունները եւ դրա արդյունքում նաեւ նախ եւ առաջ առաջնային շահառու կլինի թե պետական համակարգը եւ թե հայաստանյան գիտական հետազոտական ոլորտը, ինչպես նաեւ բիզնես ուղղությունները նույնպես, բացի այդ արդեն պիտի նշեմ, որ մինչև Firebird ընկերությունը համեմատաբար ավելի փոքր ուրեմն հզորություններով գրաֆիկական պրոցեսորների հասանելիություն ենք ստացել եւ Երևանի պետական համալսարանում եւ Գագարինում Elevate AI ընկերության ջանքերով, այսինքն կարող եմ ասել, որ ունենք լրջագույն դինամիկա, ընդ որում այս իմաստով մեր ամբիցիաները կարծես թե չեն սահմանափակվում միայն տեղական հայաստանյան շրջանակներում, որովհետև այն հզորությունները, որոնք որ ենթադրվում են այս օրինակ ծրագրերի արդյունքում ֆիզիկական ենթակառուցվածքների միջոցով իրականություն դարձնել Հայաստանում, դրանք ըստ էության մի զգալի հատված է նաև արտահանման են միտված, այսինքն այս իմաստով Հայաստանը կարող եմ ասել գուցե առաջին հայացքից շատ վերամբարձ կհնչի, սակայն համենայն դեպս փաստացի այն ինչ մեզ հետ այսօր լավ իմաստով տեղի ունենում, գալիս է ասել
ստացվելու, որ Հայաստանը դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, կլաստեր, որի արտադրանքը ըստ էության մի կողմից նախ եւ առաջ եւ ամենակարևորը գալիս է ծառայելու մեր կարիքներին, բայց մյուս կողմից նաեւ ըստ էության ել ավելի է կարևորվում, որովհետեւ այն դառնում է համընդհանուր համաշխարհային օգտագործման։ Մենք ակնկալում ենք, որ նույն Firebird-ի կողմից առաջարկվող ծառայությունների շահառուներ են լինելու OpenAI, նույն Nvidia-ն եւ այսպես շարունակ, այսինքն աշխարհի տեխնոլոգիական մի շարք հսկաներ, տարբեր երկրներ ներկայացնող տեխնոլոգիական հսկաներ, այս իմաստով Հայաստանի դերակատարումը նաեւ տեխնոլոգիական գլոբալ այս անցուդարձում եւ այդ ել ավելի է գալիս կարևորվելու եւ ընդգծվելու։ Մենք ավելի քիչ խոսեցինք կիսահաղորդիչների մասին, դա կարծես նոր բառապաշար բերեց, հա, մեր իրականություն, այստեղ ինչպես ենք դիտարկում աշխատանքը։ Չէ, իրականում համամիտ չեմ ձեզ հետ, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Հայաստանում արդեն իսկ կան մի շարք ուրեմն վերազգային ընկերություններ, որոնք հենց կենտրոնացված են կիսահաղորդչային ոլորտում, սկսած նախագծային աշխատանքից մինչև թեստավորում եւ հավաքում, այսինքն այս իմաստով այո, բնականաբար մենք չենք խոսում արտադրության արդյունաբերության մասին, բայց ինքնին կիսահաղորդչային ինդուստրիայի մեջ ոչ պակաս կարևոր հատկապես տեխնոլոգիաների եւ գիտելիքի եւ նորարարության իմաստով ոչ պակաս կարևոր գործառույթ են կատարել հենց Հայաստանում տեղակայված վերազգային ընկերությունների մասնաճյուղերը եւ այս իմաստով սա ի ուրախություն մեզ նորույթ չէ, նորություն չէ մեր տեխնոլոգիական համայնքի համար, բայց սա մի աշխատանք է, որը շարունակական է եւ մի կողմից մենք խնդիր ունենք ոչ միայն պահպանելու այն ինչ ունենք, ոչ միայն մեծացնելու դրանց ներկայությունը եւ նոր պատվերներ բերելու, իջեցնելու դեպի հայաստանյան մասնաճյուղեր, այլև ապահովելու երկկողմ փոխհարաբերություններով թե Միացյալ Նահանգների, թե ԵՄ երկրների նամանավանդ այս պահին ակտիվորեն ինտենսիվ աշխատում եւ երկխոսություն ունենք ֆրանսիական խոշոր հսկա տեխնոլոգիական կիսահաղորդչային ընկերությունների հետ եւ ընդհանրապես հետագայում նաեւ արևելյան երկրների, Հնդկաստան եւ այսպես շարունակ ակնկալելով, որ նորանոր ընկերությունների մուտք ենք ապահովելու Հայաստան, որովհետև սա պարզապես նոր հարկային մուտքեր չեն Հայաստան, սա որ շատ ավելի իմ կարծիքով կամ առնվազն ոչ պակաս կարևոր, սա ներդրում է կրկին մարդկային կապիտալի զարգացման մեջ, որը մնայուն հարստություն է լինելու մեր պետության համար, սա ուղիղ ներդրում է տնտեսության, բայց որ մեկ այլ կարևոր առանձնահատկություն կա, սա նաև ուղիղ ներդրում է Հայաստանի գիտության զարգացման մեջ, որովհետև մենք խոսում ենք տեխնոլոգիաների տրանսֆերի մասին, որը թերևս գուցե թե գումարային կամ տնտեսական թվերով հաշվարկելի չեն, բայց ըստ էության անգին ներդրում են հենց Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների ու ինովացիաների զարգացման մեջ, այսինքն այս իմաստով մենք ակնկալում ենք, որ ավելի հեռուն ենք գնալու, համենայն դեպս այն զարգացումները, որ վերջին հատկապես 1-1.5 տարիների ընթացքում տեսանելի են մեզ համար, բնականաբար լավատեսություն են ներշնչում։ Պարոն Հայրապետյան, ես ձեր խոսքից հասկացա, որ ուշադրություն հատկապես դարձնում է ռազմավարություններին եւ պլանավորմանը։ Հիմա եթե մենք նայենք 5 տարի հետո, հա, ինչպիսին ենք տեսնում Հայաստանի տեխնոլոգիական եւ թվային ապագան։ Ես նորից պիտի ասեմ, որ նախ ամենաշնորհակալ գործը չէ կանխատեսումներ անելը, բայց նամանավանդ եւ մենք խոսում ենք տեխնոլոգիական ոլորտի մասին, որտեղ երբ երեկոյան մի տեխնոլոգիա են մշակում հաջորդ օրը առավոտյան, օրինակ դրոնաշինության մեջ, պարզվում է, որ այդ տեխնոլոգիան օրինակ այդքան էլ ակտուալ չէ։ Իհարկե մի քիչ գրոտեսկով, բայց ըստ էության հիմնական միտքը կարողացա փոխանցել,
որովհետև սա ցցուն կերպով նաև արտահայտում է այն արագ տեմպերը, անհավանական տեմպերը, որոնք որ այսօր տեխնոլոգիական կյանքում տեղի ունենում, ուստի եւ կդժվարանամ շատ կոնկրետ կանխատեսումներ անել, օրինակ ինչ կլինի մեզ հետ կամ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հետ քվանտային տեխնոլոգիաների ել ավել զարգանալու զուգընթաց եւ այսպես շարունակ, բայց բնականաբար մեր խնդիրը հետեւյալն է նախանշել հիմնական ուղղությունները, որոնք ոչ միայն այսպես ասենք տրենդային են Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք գալիս են ել ավելի արագ տեմպերով եւ ծավալներով բարձրարժեք արտադրողականություն ապահովել տնտեսությունների համար, որտեղ մենք ունենք որոշակի պոտենցիալ, այսինքն այս ուղղություններում պետք է տասնապատկել կամ հարյուրապատկել մեր ներդրումները եւ պետության եւ մասնավոր հատվածի կողմից եւ շատ օպերատիվ եւ արագ արձագանքել այն փոփոխություններին, որոնք որ տեղի են ունենում, ինչպես նաեւ հույս ունենալ, որ այդ փոփոխությունների նաեւ աշխարհագրական կենտրոններից մեկը կլինի նաեւ Հայաստանը հենց բովանդակային իմաստով։ Շնորհակալություն պարոն նախարար, ես ձեզ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էր։